Բարի լույս քույրեր, այս շաբաթ ինչ է հոս Կանադայի մեջ Thanksgiving է։ Ձեզի շատ բզդիկ background-ը դամ, ենթահողը դամ, կանադական Thanksgiving։ Հիմա ամերիկյանը պիլգրիմները եկան ադի ուրիշ հարց է, բայց կանադական պատմության մեջ Thanksgiving-ը առաջին անգամ հռչակված է 1578 թվականին։ 1578 Անգլիացի հետախույզը, այսինքն explorer, անունն էր Sir Martin Frobisher, երբ խումբով Անգլիայեն թեպի նոր երկիր, այս New World գսեին, որ օվկիանոսը գջեղկեն եւ գուքան եւ ուզեն նոր հող գտնել եւ քաղտելով հասավ ինչ որ հիմա նոնովատ մեր բաներ տերիտորիները մեկն է հյուսիսը հոն հասավ եւ գսվի որ առաջին անգամ իրենք էր որ աս խումբն էր որ Thanksgiving դոնագադարեցին փառք տալու համար աստուծո որ իրենց at գիտեք բանեն Ատլանտյանի հյուսիսեն երթալի հետո Արկտիկ ծովերում մեջը սառույցներ կան, այսբերգներ կան, աբահով բերավ եւ ասիգա 500 տարի առաջվա նավեր եւ հիմակվանները նույնը չեն, բայց աբահով եկան եւ ադորամար շնորհակալություն հայտնեցին աստուծո։ Բայց Կանադայի մեջ Thanksgiving-ը որտեղ քրվեցավ 1860 թվականին։ Ուրեմն 1860 մոտավորապես 150 տարի ավելի գտոնագադարվի, երբ որ փողոքական, այսինքն փողոքական հովիվներ, կովկովիկալով պաստորներ գարավարութեն խնդրեցին, որ բաշտոնական ասկային դոն մհրճակվի, այսինքն բանալա official government holiday-ը Thanksgiving-ը։ Եվ ինչու համար, քանի որ գահավադային, որ իրենց հունցկի արդյունաբերությունը աստուծ մեգախյալ է։ Օթեն գախյալ է, օթին իշխանը, այսինքն օթը գարավարող աստված է, անոր համար ուզեցին շնորհակալ լալ, որ աստված իրենց հունց կուտավոր։ Եվ ինչու համար մենք Կանադայի մեջ հոկտեմբերին գտոնենք, ամերիկան նոյեմբերին, մենք քանի որ ավելի հյուսիս ենք, մեր հունցքը ավելի առաջ կլա, չէ՞։ Արդեն այս ամիս սեպտեմբերի կեսեր մինչև հոկտեմբերի կեսը եւ այլն հունցքի շրջանն է, apple picking, խնձորներ, դանցեր, խաղողներ եւ այլն, եւ ծորեն, գորեկ, pumpkin եւ Սևով մա այս հովիվներ ուզեցին աստծո շնորհակալություն հայտնել, որ թունես հունցքին դերը եւ քու կոյությանդ աբացույցն է ադորաման մենք քեզի փառքուտանք։ Սոբզիկ կենտահով ուզեցի դալ ձեզի։ Եվ անշուշտ գիտեք Thanksgiving-ին ամենտեղ հիմա շուգայերտակն է գտեսնեք decoration-ներ։ Անշուշտ Ամերիկա շատ ավելի մեծ դոնագադարություն է, քան թե Կանադայի մեջ։ Շատ ավելի մեղմ կանցնի հոս, քան թե Ամերիկա, բայց եւ այնպես գտեսնեք անպայման pumpkin-ները գտեսնեք, աստծությունները, գտեսնեք ծորեն, գտեսնեք քունավոր դերևներ, գտեսնեք դարբեր բաներ։ Ես այսօր դարբեր մոդեցում ուզեցի Thanksgiving-ի ցեզի ներկայացնել։ Ընդհանրապես գիտեք սուպիրքեն շնորհակալության մասին կխոսվի, արագները գարնվի, 10 փորոտներուն արագը կամ եղելությունը, որ Հիսուս 10 բժշկեց, մեկ հատ շնորհակալություն հայտնեց, եւ Դավիթը եւ այլն։ Ասի որ այս տարի մենք Thanksgiving-ի սիմվոլներուն, խորհրդանիշներուն նայենք։ Եվ անոնցմե երկու հատ ընտրեցի։ Առաջինն է pumpkin, եւ տեսնենք որ ինչ տաս կրնանք սորվիլ pumpkin-ին, անորամար ծեր արժևը մեկ հատ թրի։ Ասի անշուշտ արագ մնե, պատկերացում մնե, որ մեկը at creative միտք ունեցած է, ստեղծագործ միտքը եւ աս խորհուրդը մեջտեղ բերած է pumpkin-ին մասին, որովհետեւ հոգեվոր տասեր հանե։ Առաջին բանը, երբ որ երթակ pumpkin patch-եր, որ հիմա գտակ ֆարմերը երթալ տեսնել, pumpkin-ները ամեն հողերուն վրա է։ Եվ երբ որ առնես եւ թուն քաղես, ինչ է վրան ավազե, աղդոդե պետք է լվացվի։ Ասի կներկայացնե, որ Աստվածան մեզի մեղքի դիրմեն գարնե։ Մենք մեղքերու մեջ մեռած ենք եւ դուք կսե հանցանքներու եւ մեղքերու մեջ մեռած եք ինք ցեզ գենտանացուց։ Ամեն մեկս at գենտանացման վկայությունը ունին կամ պետք է ունենանք, որ ես մեռած էի Աստված ինձ արավ լված, իմ մեղքերս լված։ Անշուշտ հիմա երբ որ գբերենք աստծությունն գգդրենք վրայեն եւ մեջի ինչ կա թթումին good կա բայց գուդեն զատ ամեն լբրձուն at slime-ը գսեմ անգլերենով որ ցերքերուտ կփագի դժվար է գմակրել երբեմն
ամեն տեսակ թթուները, բառնացկուաշը գա, որ ես շատ կսիրեմ անոր այդ բաներն են, որ կգդրեմ մեջտեղ ուզեմ հավաքել, ասա կփագի ամեն ցերկերուզը։ Աղտոտություն է։ Ասի ներկայացուն է մեր կյանքի ներսի աղբերը։ Հիմա թուրսեն է որ pumpkin-ին գնայիս մակրված շատ գեղեցիկ է։ Մարդը թուրսին գնայի, բայց Աստված մեջդ կտեսնի։ Մեջդ կտեսնի, որ մեջդ կա նախանց, ադելություն, հբարտություն, ող, թարնություն, մտադանչություն, քանքատ, անկողունակություն։ Գան ասոնք իմ մեջս։ Ամենը չէ թերևս, բայց մեկը գլուխ կվերցնի ադեներ։ Եվ ես ամեն օր պետք է օգտեր։ Այսօր քանքատեցա։ Փարիկներս չի ամրեցի։ Կամ վշտացա։ Վշտացուցի։ Ասոնք մեր կյանքի իրողություններն է, որ պետք է մաքրվի։ Անորամար առաջին ովանում մեկին գսե, եթե խոստովանենք մեղքերնից, հավատարիմ ու արդար է անիգա, մեր մեղքերը մեզ ազատելու եւ մեր բոլոր անօրենություններն լվալու եւ մաքրելու։ Եվ ինչպես ասի, թուրսեն մաքուր գերևնա, բայց ներսի մաքրություն ուզի։ Հիմա մենք մեզ ոչ մեկս մարտասպան, քով, այսինքն աբորինի կորձո անանք մարտիկ չենք։ Ուրեմն ընդհանրապես մենք նույնիսկ մեր հայացքի ժողովրդին անանք, ես փամը չեմ մներ, ես արդար եմ, ես բարի եմ։ Թուրսեն անանք ենք, բայց ներսը գվխտավոր, հոդած, փտած, մաքրության կգարոտի միշտ։ Անորամար արդար մտչիգա ոչ մեկը թողչես է որ ես փամ չեմ ներմեգում։ Չիգա, ես չեմ գնարսել ես միշտ մաքուր եմ։ Քանի որ գաղտոտիմ եւ Սուրբ Հոգին պետք է որ մադտնե եւ աղջիկս at խոսքը պետք է ասեի կամ at կեցվածքը չի դակ չէ որպես ես ատի մաքրեմ։ Եվ այդ ամենը շատ մեր ընտանիքների մեջ կլա գիտեք։ Ամուսինի հետ կլա, դիգինի հետ կլա, զավակի հետ կլա, թորլի հետ կլա, մոդի քույրի հետ կլա, եղբորի հետ կլա, քանի որ անկիս կսկաս։ Ադորամար դերվիշ պետք է մաքրել։ Հիմա անշուշտ մենք Հալովին չենք տոնել, բայց Հալովինին ադենք գիտեք, ամեն մարդ իր դուրին արջևը pumpkin գտնեն եւ ինչ կնե վրան carve գնեն, այսինքն փորակրեն, ինչ կփորակրեն, աչք, քիթ բերան։ Okay։ Հիմա մենք այս փորակրություններում գտնենք, առաջինը աչքերը պիտի փորակրենք։ Պատկերացրեք, որ մենք այս pumpkin-ին երկու հատ աչք պիտի փորակրենք։ Աստվածար մենք պատկերացրեք, որ դուք pumpkin եք։ Okay, մեջը կմաքրեք, որ հիմա Աստված երկու հատ աչք պիտի փորակրեք, քանի որ ադիկը քո հոգիդ աչքերը կփանա Աստված։ Եփես ասից 1:8 գսե, որբեսի սրդերնուտ աչքերը լուսավորվելով քիտնակ թե ինչ է անոր ցեզ գանչելուն հույսը ու ինչ է անոր ժառանգությանը парքին ջոխությունը սուպերում մեջ։ Երբ հոգևորապես աչքերդ կփածվի, կյանքդ նպատակ կստանա։ Հիմա քիչ առաջ անուշքտուն գսեիր, որ ժողովրդի մեծամասամբ իրենց Աստվածը տրամն է։ Հաջույք, դուն, ցույց տալ, ցուցամոլություն, մեկը մյուսին հետ քերազանցել, չափվել, փախտadel, քանի որ հոգին աչքերը գույր է։ Երբ որ հոգի աչքերը կփածվի, կնկատես, որ կյանքի նպատակը տրամը ցուցամոլությունը չէ, անգից վեր, ավելի վեր ծրագիր ունի Աստված ամեն մեկուս համար։ Եվ մենք պետք է աղոթենք, որ մեր հայ ասկի ժողովրդի հոգին աչքերը բացվին։ Եվ անորոմալ, երբ որ մարդ Արարատին հոգին աչքերը իրական կբացվին, այնադեն շնորհակալ հոգի ունենա, այնադեն իսկական Thanksgiving կդոնե։ Ան որ իրական Աստծո հավատա եւ հանձնված է, այդանցն է որ իրական սրտով գտնա thank you դերսել եւ սրտան շնորհակալ լալ։ Երկրորդ մեկ բանը որ Աստված կփորակրե փերանն է։ Աստված մեր փերանը կփանա։ Ինչի համար? Սամոս 40 երրորդ համարը գսե ու փերանս թրավ նոր երկմը մեր Աստծուն կողությունը։ Տուն երկունից փերանից մեջ որ սիրտդ կգա։ Որքան հաջող աշխատած ադենդ երկես։ Փակուդաս։ Մաս երկեր որ մեկ երկենք։ Լավ գլա կոդ սորվի։ Կոնե համարներ ես բանգուտենես անկան երկսորված եմ որ փակ Աստծո։ Ադեններ գա պետքի նայեմ ադի երկիմը փարերը ականչիս կուկա եւ ադի ինձի սնունդ կլա քաչալություն կլա։ Ուրեմն բաց բերանդ երկե դերը պարապանե նաև Հռոմայացիս 10:9 գսե վասը եթե կուպերնովը Հիսուսը դեր խոստվանից բերան պետք է խոստվանի ու կուսերիտ մեջ հավատաս թե Աստված զանիգա բերելներն հարուց պիտի փրկվիս Բերանդ կփանաս օրտնելու պարապանելու
քաչալերելու, աղոթելու, երգելու, վգայելու, խոստովանելու, սիրելու։ Եվ ինչպես կնես ասի, քաղցրությամբ, համբերությամբ, հարադեվությամբ, սիրով, ճշմարտությամբ, խոհեմությամբ։ Եվ ասպաները որքան արագացը լեզուի գործածության մասին գխոսի։ Գիտեք Արագած 31-ը, որ Արաքինի ընկան մասին գխոսի գսե իր փերնին վրա քաղցրության օրենքը կա։ Փերանը իմաստությամբ կփանա։ Ադի մերաղոտ կպետք է լա, ով դեր փած փերանես։ Եվ մանավանդ պետք է մեր փերանը փանանք, որ խոսենք ուրիշներուն, մեր հարազատներուն, մեր գործվող հայացքի ժողովրդին, որ կյանքի նպատակը դունդեղը լալ, զավակներով ուրախանալ, ասիչտեղ հաստի ցուցաբանություն չէ, այլ փրկություն է, մեղքերու թողություն է, հավիտենական կյանքի վստահություն է։ Հիմա մենք աչքերը բացինք ասպամքինին, Աստվածան մեր հոգևոր աչքերը բացավ, փերանը բացինք, զեդերեցինք, փորակրեցինք, Աստվածը մեր փերաները թող փանա։ Հիմա մեջը ընդհանրապես ինչ կզեդերվի, լույս, մոմ կզեդերվի։ Թթումի մեջը լույս կզեդերենք։ Հիմա ասել է որ երբ որ այդ լույսը մանավանդ իր գունով կտնենք, գիտեք մարդիկ իրենց արջևը փորչերուն վրա, լույսը կտեսնես, փամփկինի մեջ են այդ թթումին լույսը դուրս կցոլա։ Մատթեոս 5:16-ը գսե, այնպես թող լուսավորե ձեր լույսը մարդոց արջև, որ տեսնեն ձեր բարի գործերը ու փառավորեն ձեր հայրը որ եկնեն։ Մարդիկ որ իմ կյանքից նային, կտեսնեն Աստծո լույսը։ Իմ լույսս դուրս կուտա, որ չնայես ինձի բահերեն։ Պետք է մենք դուրս տանք մեր լույսը, որովհետեւ մեր կյանքերը դերը փառավորեն եւ Աստված մեր ներսը բարապ չի ցկեր։ Երբ որ մեսի ամեն գուդերը հանեց, ամեն աղդողությունը հանեց, հիմա լույս կտնե մեջը։ Աղդ պետք է որ լույսը կա, աղդը չլեն, լույսը չի տրվիրոն։ Կանի այդ գուդերը աղդողություն լույսը պիտի կոծեն։ Ես չեմ գտա թե լույսը աղդողություն ունենալ։ Պետք է ադի հանեմ, միշտ մաքրեմ եւ ամեն օր լույսը նորոգեմ, ամեն օր նորոգեմ եւ ադիգա գլա հավատքի, հույսի եւ սիրո լույս, որ գ սոլացնե եւ գարդացոլա իմ 4 կողմիներուս։ Փամփկինի գույնը ինչ է։ Նարնջագույն է, բայձար գույն է, գեսունակ։ Ադիգա կնշանակե արադություն, շատություն, Աստծո հարուստ օրդությունները։ Եվ որ մեջը կպանանք փամփկինին գուդերը ինչ գույն է։ Ջերմագ է։ Եվ գուդը ինչ կնշանակե։ Կցցնե աճելու եւ բազմանալու կարելիությունը։ Ուրեմն ես այդ գուդերը որ իմ մեջս կա պետք է բազմանա։ Այսինքն ես ալ հոգևոր զավակներ ունենամ։ Ես ալ ուրիշները առաջնորդեմ դերոջը։ Աս խաղապարը գուդա մեր սրտի մեջ։ Ուրեմն երբ որ մենք փամփկինին գնայինք քույրեր, այս ամիս որ ամեն դեր պիտի տեսնեք, շուկաները պիտի տեսնեք, նույնիսկ գեղձերը, ուր որ երթակ ամեն դեր դեկորեյշններու մեջ կտեսնեք, իրականները, ֆարմ եթե երթակ, այս հոգևոր տասերը հիշեցեք, որ Աստված մեջը մաքրե, նախ դուրսդ լվա, քեզի որպես զավակ ընդունի, մեղքեդ լվա, մեջը մաքրե ամեն օր, աչքերդ փանա որ լուսավորվի, փերանդ փանա որ իրեն օրտնես, բարապանես եւ իրեն մասի խոսիս եւ իդ իր լույսը դեղավորեք ու մեջդ։ Ամեն։ Երկրորդ մեկ խորհրդանիշը որ աս շրջանին as Thanksgiving-ի ադենը տեսնենք սորենն է։ Բայց սորենի հասկացությունը եւս որ պերեմանալ ցեզի ցցնեմ։ Բայց սորենը կփաղանա սորենին հադիգեն kernel, յետքը սորենի հասկը եւ յետքը սորենի խուրձը։ Ուրեմն աս 3 բաներ մի դինային։ Սուկիրքի մեջ սորենը կներկայացնե բդղապերություն։ Գիտեք սորենը բդուղ դա։ Մեկի դեր 30-60 100 արադացերություն եւ նաեւ հարություն սորենը գմերնի մեկ հատ հադիգը գմերնի արդյունքուդա կշատնա եւ նաեւ սորենը մեր այժմիական կյանքի սնունդն է առանց սորենի գնանք ապրիլ եթե սորեն չի գա հաց չի գա գիտեք ժամանակին սուկիրքի ադեն որ սով գլար գսեն գիտեք մենք հրուտի կյանքը նայեցանք ինչու համար նոյեմի ամուսինը կացին մովա բեյt լահմ փետլայի մեջ հաց չի գա Հացի դունի մեջ հաց չի գա, ինչու ծորեն չի գա, սով է քանի որ։ Ծորենը օրդություն է, արադություն է, սնունդ է։ Ուրեմն նաև սուկիրքի մեջ սերմը, kernel այսինքն նմանցված է որպես Աստծո խոսքը։ Գիտեք սերմնացանին արագը, որ սերմնացանը ելավ սերմը ցանելու,
Այդ սորենի հասկը կամ հադիգը Աստծո խոսքն է։ Մեր սրտերն այդ հողն են, որ Աստծո խոսքը պետք է ամեն օր ցանվի։ Ամեն օր ես նոր սնունդի պետք ունեմ։ Ինչպես ամեն օր ջաշ կունենք, նախաճաշ կունենք, ամեն օր սորենի մոգուտենք մենք, հաց կունենք կամ դեսակ գրեին մոգուտենք, որ նորեն ցանկ է, սորեն է, ինչ որ է։ Նմանապես ես ամեն օր Աստծո խոսքը պետք է ուտեմ։ Սիրտս պետք է պատրաստեմ, որ այդ խոսքը մտնի արդյունք տա։ Ոչ թե որ աման այսօր գարտացի, բայց փամ չհասկացա։ Բարդականության սիրուն գարտացի, կամ գիտեք հիմա ժամանակին օրացույցներ կար, ամեն դուներու մեջ կգախվեր, հիմա շատ չի անոցմյալ, եւ օրվան հայմատ համար կար։ Մարդիկ օրացույցին համարը կգարտան, միալա դունեն դուրս կելեն։ Սուկի գարտացի, մը գարտացի։ Ես բզիգեին է ամեն օր վստահ կլայ, որ քոնե սուկի կեմ մեկ գլուխ մը գարտամ, քանի որ բաբաս կասեմ սուկի գարտացի, որ այո ասեմ։ Հիմա հետո դերմնայգա որ ինչ հասկացար գսեր, ադի էսեն է հիմա քիչ ավելի խոր պետք է տապանցեմ, հիշեմ քոնե ինչ գարտացի։ Հա, ուրեմն ադիգա էլ եթե սեմեք թե օրինակ ասի որ ասիգա գարտացի, անովա չեր բավարարվել, ինչը սավաստված քեզի, հիմա ավելի լրջացա։ Ուրեմն ես պետք է որ ասանք ոչ թե հարևանցի, ասանք վրայեն հազիվ գարտամ, խորը տապանցեմ։ Եվ ցեզի ասկի առաջ ասել եմ, գիտեք սուկիտ գարտալը մի քանի բաներ ունի, հանքրվաններ ունի։ Ես գրնամ անիգա որպես ասանք չոր գարտալ, dry cereal-ի պես, գրնամ ասանք որպես բաղմուճան պես գարտալ, կամ գրնամ անիգա առնել որոջալ, օեղիս մեջը դարձնել, կյանքիս մեջը անցնել, որ իմ ներսս փոխե։ Եթե ես խոսքը չի գարտամ, այդ ներսի աղդոտ գուդերը դուրս պիտչել է։ Սուրբ Հոգին ուդեմ միտփերը իմ մեղքերս իմ միտքս։ Պատկամ մտիգնելով, իմ գարտալովս, խոսքը, հոգևոր քույրը, աղոթքը, խրատը քեզի արտունու բայ է, որքան կարևոր է աս վիճակներու մեջ միշտ գտնվին։ Ուրեմն Աստծո խոսքը մեր մեջ պետք է սերմանվի արմատ։ Դարձյալ ծորենը այո որպես սնունդ է, բայց ծորենն ուրիշ բամը գսորվի, որ Հովաննու 12:24-ը գսե. Եթե ծորենի հադը հողի մեջ ինալով չմեռնի, ինք մինակ կմնա, ապա եթե մեռնի, շատ արդյունք կտա։ Գիշեք սերնացանին արագը, ու երբ որ աղեկ հողի մեջ ինգավ, մեկ հադիկ ինգավ։ Մեկ հադիկի ինչ եղավ? 30, 60, 100, այսինքն մեկ ծորենի հասկի վրա 100 հատ գրնա հադիկ լալ։ Ատկան արդյունավոր գտնալալ է։ Այդ ամեն մեկի քիչ գաթիլ քովկովի կարով ահակին հունց կդիտա, որբեսի արդյունավոր լա։ Նմանապես մեր կյանքերը։ Եթե ես ալ ծորենի հադիվես իմ կյանքես վազ չանցնիմ, չմեռնիմ, արդյունք չեմ դար։ Ուրեմն երկրորդ խաղապարն է ասի ծորենը, սկիզբը լսանք ծորենը Աստծո խոսքն է, սերմա այսինքն, երկրորդը ես ալ իմ կյանքս ծորենի հադիվի պես է, ես պետք է մեռնիմ իմ անցիս։ Ադի ես էլ է անցնվիրում, զոհողություն, իմ եսիս մեռնիմ, այսինքն իր իրավունքներս վազանցնիմ, խոնարհությամբ ապրիլ, չվիրավորվիլ, չագնգալել, expectation-ներ չունենալ, գիտեք, որքան ագնգալություն ունենաս, ես ասինչն եմ, ինձ ասանք պետք է ընեին, օրինակ, գամ, գիտեք, Հիսուս ալ արագմա ըսավ, գամ խրատ տվավ աշագետներում, երբ որ հսավ հարստիվի գերտաս, առաջին դեղը մի նստիր, ետևը նստիր, իրենք կեզի տողսեն երկիր ավելի բադվավոր դեղ, Ադի, ասոք բզիկ բաները, որ մենք մեր անցին գրնանք մերնին, ուրիշին ավելի լավ դեղը դուր։ Գիտեք, Հռոմայացիս 13-ի մեջ ակս է բադվելու մեջ իրար մի անցեք։ Լավակույն դեղը ուրիշին դուր։ Ամենը մեծ սլայսը թու մի արներ։ Գիտեք, մենք ընդհանրապես անցնասեր ենք չի, աման ես ամենը լավ արնեմ, ինքսինքիս աբահով եմ։ Մենք ասեմ մեր բնությունը։ Բայց թո ուրիշը առաջ, ես ետքը։ Ասոք բզիկ Կորզնական բաներ են, որ քույրեր մենք անցնվիրման մերնելու մեզի առօրյա մեր կյանքի մեջ կոկն է։ Անշուշտ բոլորս ալ որպես մայր գիտենք ինչ է զոհողություն։ Անկում գիշեր անցնել, բադարը փերանե թաները զարավագիտ տալ, թուն չուդել, թուն անոթի մնալ իրեն դալ եւ չի կիցնել, որ թուն չի երար։ Չսկացնել իրեն, չէ՞։ Չեն գնել ասիգա։ Ինքնաբերաբար որպես մայր ասիգա գսորվինք մենք։ Մազավագիտ թյուրին է անելը։ Աչի ունդարին կլասնել, ոչ։ Ուրեմն Աստված մեզ մեկը խնդրե, որ ծորենի հասկին պես, հադիգին պես,
մեկ անցին մերնիկ անշուշտ մեր քերակույն օրինակը Հիսուս է Հիսուսին կխաչին վրա մեռավ եւ իր այդ մեկ մեռներով այսօր աշխարհի վրա իր մեռներեն իվեր միլիարավոր ժողովուրդ փրկված է իրական վերստացած է այսինքն հազարաբադիկ հարյուրաբադիկ միլիարաբադիկ արդյունք տվավ իր մահը Հիսուս մեռնելով կյանքի բերավ ուրեմն ծորենը հարության գաղափարնալ է նմանապես յետքը ծորենի հասկերը երբ որ կովկովի գուքան խուրց կլա որագլա սուկիրքի մեջ եթե հայերը սուկիրքը բանակ թե խուրց կսե թե որագսե գիտեք հրութի պատմությունը որ մենք անցյալ աները նայեցանք հրութ ինչ կներ արդերը գերտար որը հավաքելու հասկ հավաքելու ինչի հասկ ծորենի հասկ ինչու ծորենը այն ադենվա ամենն այժմիական ստեյփլներ այսինքն իրենց այժմիական սնունդներ եւ մարդիկ կամ բանեին ակարակաբանեին այսինքն արդեր աշխատող էին գովարած եզարած ծորենի հասկեր գամալ ցգնորսեին ասել իրենց Հիսուսի ժամանակներում մեջ կամ 5 դագարանի թրության մեջ ուրեմն հրութի պատմությունն կտեսնենք դարձյալ Հովսեփի պատմությունը գիշեք 11 որաներ որ իրեն խոնարհություններին հետո Փարավոնի երազը 7 հասկերը որ հարուստ այսին լեցուն փեղումնավոր արադ հասկեր էին եւ 7 նիհար հասկերը ուրեմն խուրցի գաղափարը 5 դագարանի մեջ կտեսնենք եւ թեզի պիտի գարտամ Սաղմոս 126 6-րդ համարը Սաղմոս 126 6-րդ համարը եթե կփանակ կոր անոր կփանա գարտացեք մեկ հատ Emma անկլերենը սուբտիտրետ That's okay հայերեն ուրիշ մեկ կփանա Տուն անկլերենը գարտա հետո արփիկը արաբերեն թող գարտա հետո հայերեն բայցախիր գարտա 126 6 He who goes out weeping carrying seed to sow will return with songs of joy carrying sheaves with him شنو եմ արփիկ الذاهب ذهابا للبكاء حاملا مبذر الزرع مجيئا يجيء بالترنم حاملا حزمه այո բայցախիր Սամբեց նովեցերոտ համարը Okay. Ամոր լալով գերտա ցանելով սերմդանելով անշուշտ ծնծությամբ ետ պետք դառնա իր ծորենը խուրցերը բերելով Շնորհակալ եմ ծորենի խուրցերը բերելով ուրեմն ինչ կերտագործանելու սերմ ինչպես կցանեվոր լալով ինչու լալով քանի որ չես գիտեր արդյունքը ինչ պիտի լա եւ դու արդյունք կուզես չէ Չես ուզեր որ այդ մեկ ցանած սերմդ ասանք զազի նիհարլա ինչպես որ Փարավոնի այդ երազին պես աբարտյունը լա այլ գուզես խուրձեր ասանք դժվար կրգես հավաքես փեշիկ մեջ որամը փատես փերես ասանք դժվար քալես հետը բայց ադիգա քեզի ուրախություն գա ասոր հոգեվոր իմաստը գա քույրեր այսինքն մենք ամեն մեկս որպես հավատացյալ քույրեր մենք ունենք մեր 4 կողմը անաբաշխար սիրելիներ, որոնք Աստծո հերու են։ Ահա վասիկ անուշ թունուսի դիմա Կալիֆոռնիայի եկալ լիքը ժողովուրդ, որոնք Աստծո լուրջ ունին, Աստծո լրիվ հերու։ Աստված հիմա անոք թիվանց տանեց, որ դու հիմա արդյունք տապես իրենց համար։ Դու հոստորոնտոյեն արդյունք տապես, որ սերմը ցևով մցանվի անոնց մեջը, որ դու շատ խուրց հավաքես։ Արդյունք տա։ Քանի որ եթե առանց լալու, առանց բեռնավորումի մենք անանք թեթևամդորեն մեր սիրելիներուն հանդեպ ասանք անդարբեր աման ինչն եմ չեն ավադար գոր չեն ավադար գամ գրնակ այդպես ասել կամ ասել ով Աստված գաղաչեմ գբաղադիմ ոտկերուտ կինամ մի ցկեր եւ ամեն օր արցուն կտապենք եւ գաղաղագենք Աստուծո հավատացեք աս համարին հիման վրա ասիգաս փանե խոստում է ան որ լալով գերտա սերմացանելու անշուշտ կսե որ անշուշտ այսինքն for sure անպայման վստահ աբացույց մգա որ անպայման խուրցեր պիտի բերե եւ ինչպես կբերե խուրցերը ցնծությամբ ուրախությամբ եւ ավազիկ մենք հիմա Thanksgiving կխոսենք որ այո մեր սրտի մեջ լաց կա քանի որ կան անաբաշխար սիրելիներ մենք կուլան անոնց համար բայց հավատանք որ ցնծությունը այգին ատլացը ցնծությամբ պիտի վերածվի
եւ մենք այդ լացի ընթացքին դերը փարապանենք, քանի որ մեր հունցքի դերը մեծ է ինքը։ Եվ անշուշտ հունցքին դերը ինքն է։ Դարձյալ Մատթեոս 9:37-ը գսե հունցքը շատ է, բայց մշակները քիչ են։ Մեր 4 կողմից գործող հոգիներ կան։ Անորոմար գսե հունցքին դերոջը ադգեցեք, որ մշակներ հանե հունցքին համար։ Դու պետք է մշակել քույրս։ Դու նայո չես կրնարել փեմերու վրա կարոսել, ամենից մեկ ադորամար չեն կանչված, բայց դու ունես երկու խոսք ասել։ Դու ունես սուկիր մտալ, թերթիկ մտալ, տեքստ մանել, փամը ֆորվարդ դնել։ Դու միակ անցն ես, որ քո հարազատներուդ միակ լուծումը կամ միակ connection-ը ունես, այսինքն հետերին գաբակցություն ունեցողը։ Եվ Աստված պիտի սե քեզի ես այդ շրջանագի մեջ թրի, դու ինչ լինի ինձ համար։ Խոսեցար, դերոջը առաջնորդեցիր, այդ գործողները դեսար աչքի դարձավ սրդիդ մեջ են լացիր, բայց ինչ էր։ Դու ես մշակը, ես եմ մշակը։ Անշուշտ չեն կնար գլուխին արտուգել եւ ցանցվածնել, բայց կուկա ժամանակը խոհեմությամբ հերանդ կփանաս զանգակ մգահանչեցնես որ արցնցիր։ Հիմա ասպիչին արևելքի մեջ ինչ որ կբադայի որ մեր մորթի վրա կսկակոր լիփանանի մեջ մեզ մեջադերս լիփանանցի ենք։ Մեր թաղերու մեջ կլարը որ ասիգա մեր մանկության մեծած ջամփաներու մեջ կլա որ գտեսնենք որ ռաուշեն կախտարաններով լեցվերը դահիե որ բոլոր շենքերը իջերը ինչս էլ է ասիգա որ մենք պետք է արցնցնենք մեր 4 կողմի ժողովրդին, որ արցնցիր ժողովուրդ Հիսուս շուտ պիտի գա։ Ուրեմն մենք ենք նշակները ներսփերելու հյուրեր։ Եվ հիմա ցեզի պատմությունը պիտի պատմեմ։ Երկը որ ճիշտ աս համարին վրա գրված է։ Նախ երկին բարերը կարդամ ցեզի։ Սաղմոս 126-6-րդ համար եւ ասի մեր Էրմաջան երկարանի մեջ 166-րդ երկն է։ Շատ ծանոթ չէ, հավանաբար երբեք լսած չեք։ Ետքը ցեզի երկեմ եւ գլսեք գսե որ բարերը քաղցրության սերմեր երբ ցանենք արավոտուն նաեւ գեսոր օրին ու մոտ իրիգուններ սպասենք ամրան ու հունցքի հասուննալուն ցնծությամբ պիտքանք փերելով խուրցեր ցնծությամբ պիտքանք փերելով խուրցեր երկրորդ համարը ցանելով արևով, ցանելով շուկի դակ, հոգ չեկան մութ ամբեր ու սաստիկ հովեր, հասկեր գահասուննան, երբ որ կա ժամանակ, ցնծությամբ մենք ուկանք փերելով խուրցեր, վերջին համարը, երբ կերթանք մենք լալով, ցանել դերոջ համար, հոգ չէ ունենանք տխուր գորուսներ, արցունքե վերջ մեզ բիտ ընդունի քաղցրապար, ցնծությամբ պիտքանք փերելով խուրցեր։ Ուրեմն աս երկը գրված է Knowles Shaw անունով ամերիկացի հովիվի մգողմե 1800-ական թվականներում։ Ուրեմն երբ որ Knowles 12 տարեկան էր, իր հայրը Albert Shaw օրը իրեն կանչեց եւ ասավ դղաս Knowles քեզ երկու բան միտեսեմ մամայդ հոգտար եւ պատրաստվեք ու դերը թիմավորելու, քո աստվածը թիմավորելու։ Եվ ասի ասել են քիչ հետո աս Ալբերտ հայրը մահացավ 12 տարեկանին որբ ցկեց Նովելզին որ ինքը իր մեբզի քույրեր ուներ եւ գերեւի հայրը սկաց որ պիտի մեռնի անորոմարին նսավ մորը թողտար եւ անշուշտ ինքը գիտեք այնադեն ակարագաբանեին ֆարմերեին հունցունեին այս ան կաշխատեր եւ աշխատանքով իր ընտանիքին ապրուստ մբողոքար նույն ժամանակ հայրերին ճուտակ տված էր եւ ինքը ճուտակ կնվակեր Եվ այդ ճուտակը նվակելով սկսավ հոսոն երթալ նվակել եւ ասիկա գլագոր 1800-ական թվականներուն այնադեն գերեւի դարբեր պարտիներու սալոններու մեջ գերտալ նվակել լավ տրամնշահեր օրը ասակ պարտիի մեջ էր եւ գնվակել որ անշուշտ զեղություն ալկոհոլ աստեսակ բաներ այնադեն վա զեղությունը ինչ որ էր այդ վարյանին հորը խոսքը ականջին հնչեց պատրաստվեք ու աստվածը թիմավորելու ըսա որ ես հոս ինչ կնեմ Ցկեց դուրսելով եւ ասա որ ես անգամ մնալ ճուտագս աստեսակ տեղը պիտի չի վակեմ եւ քնած եկեղեցի աստուծո հետ հաշտվեցավ աստյանքը աստուծո հանձնեց եւ 26 տարեկանին դարձավ հովիվ եղավ եւ շատ սկսավ քարոզել աստուծո մասին եւ աս երկին բարերը ինքը գրած է
Դժբախտաբար 43 տարեկանին տրեյնի արցապանով արգազով կմահանա հանգարզամախ կլա չեք գիտեր ինչպես շատ կարճ ժամանակ ունենա այսինքն 20 տարին ալբագաս որպես հավատացյալ կամ հովիվ գաբրի բայց կսվի որ իր կյանքի ընթացքին 11000 մարդոց աստուծո խոսքը դված է եւ մեծ հույս ունեցած է 11000 հոգի իր միջոցով աստուծո դարձած են անոր համար ինքը գրած է փերելով փուրցեր ներս փերել փուրցեր ինչու լալով կնա փեռնավորվիր դես գործվող հոգիները Հիսուսի քալուստը մոտ է ինքը եթե այն ադեն ասկես քրեթե 200 տարի առաջ կամ 150-200 տարի առաջ այդ փեռնավորումը ունեցա որ այն ադեն ինչ բարձր կյանքը ինչ սուրբ էր ասիմակվա դարօրինակությունները ըմպոստությունները զեղությունները չի գային եւ կամ անաստվածությունը անորեն սոտոմ կոմորեն ավելի վատ վիճակները որ չափ ավելի մենք այդ այժմայականությունը the urgency պետք է ունենանք մեր մեջը շատերը դերոճ առաջնորդել ուրեմն սիրելի քույրեր այսօր մենք Thanksgiving կդոնենք որ այո բայց մենք նայենք pumpkin-ին եւ անգետ սորվինք մեր ներսը մաքրել ամեն օր աղդեղությունները դուրս հանել մեր հոգին աչքերը փանալ ոչ թե միայն մերը փերանից փանալ որ ուրիշին խոսենք եւ լանք ծորենեն օրինակ առնենք մենք մերնիկ մեր անցին եւ մեր լույսովը լուսավորենք եւ շատերը դերոճ առաջնորդենք որովհետեւ մենք ալ խուրցեր հավաքենք մեր ցերկերու մեջը եւ այսպեսով աստծո թակավորությունը լրանա եւ Հիսուսի քալուստը շուտ է քույրեր դեր օրհնե ամեն մեկը եւ happy Thanksgiving